Կար տեսակետ, որ շաքարային դիաբետի դեպքում երբ օգտագործում են մետֆորմին դեղորայքը, դա ևս նպաստում է ուռուցքի ի հայտ գալու։ Նման բան կա։ Ինչ որ չափով կորելյացիա կա շաքարային դիաբետի եւ շագանակագեղձի քաղցկեղի միջև, եւ կորելյացիան այնպիսին է, որ այն պացիենտները, որոնք ունեն շաքարային դիաբետ եւ նրանց մոտ հայտնաբերվում է շագանակագեղձի քաղցկեղ, նրանց ապրելիությունը մի փոքր ավելի քիչ է, քան սովորական պացիենտների մոտ առանց շաքարային դիաբետի։ Մետֆորմինը, որը իրակ արդեն որպես այդպիսի ճարպային փոխանակության հետ է մասնակցում եւ որոշակի առումով շաքարային դիաբետի բուժման պրեպարատներից մեկն է հանդիսանում, հակառակը ինքը կարող է դրական էֆեկտ ունենալ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վրա, այսինքն կանխի որոշակի առումով շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը։ Բայց ելի եմ ասում, հիմնական ռիսկի գործոնները դրանք տարիքն են եւ ժառանգականությունն են։ Այլ պրեպարատներ կան, որոնք օրինակ ֆինաստերիդը, որ թույլ չի տալիս օրգանիզմում տեստոստերոնի ակտիվ ձևի փոխակերպումը եւ հանդիսանում է շագանակագեղձի բարորակ գերաճի բուժման պրեպարատ, որոշակի դեպքերում նաեւ դերմատոլոգների կողմից իրականացվում է մազաթափության, այսպես անդրոգենային մազաթափության բուժման պրեպարատ։ Ուսումնասիրությունները հստակ ապացուցել են, որ այդ պրեպարատի օգտագործումը հետագայում շատ անգամներ նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այսինքն միակ պրեպարատը, որ ինչ որ չափով հստակ կա, ապացուցված դերակատարում ունի, դա ֆինաստերիդն է, պրեպարատ որպես այդպիսին, բայց դրա երկարատև կիրառումը, այսպես ասած, իր կողմնակի այսպես էֆեկտների համար մի փոքր քիչ կիրառելի է։ Այստեղ ոչ թե պետք է բոլորը վերցնեն եւ այդ պրեպարատը սկսեն օգտագործել, դա ուղղակի ուզում եմ ասել հետաքրքրություն կա, բայց դա չի համարվում քաղցկեղի բուժող կամ կանխարգելիչ պրեպարատ։ Ուղղակի ինչ որ չափով կապ են տեսել, այսինքն ասածս այն է, որ դա այն քանակի այն պրեպարատը չի, որ լայնածավալ կիրառություն սկսի ստանալ կանխարգելման նպատակով։ Նրա կանխարգելիչ այդ տոկոսային բանը այնքան քիչ է, որ հա կա, բայց դա չի նշանակում, որ 100%-ով կանխելու է ձեզ մոտ շագանակագեղձի քաղցկեղը։